Այլ հայացք Ղազախստան-Ռուսաստան հարաբերություններին։ Ռուսաստանի և Ղազախստանի հարաբերություններն ավանդաբար բնորոշվել են որպես ռազմավարական դաշնակցային։ Երկու երկրներն ունեն աշխարհի ամենաերկար ցամաքային սահմաններից մեկը, ավելի քան 7600 կիլոմետր, անդամակցում են Եվրասիական տնտեսական միությանը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։ Ունեն խոր տնտեսական կապեր, իսկ Բայկոնուր տիեզերակայանը շարունակում է մնալ նրանց համագործակցության խորհրդանիշներից մեկը։ Սակայն վերջին մի քանի տարիները ցույց են տալիս, որ այդ հարաբերություններն աստիճանաբար փոխվում են։ Թեև դրանք չեն վերածվում բաց հակամարտության, սակայն այլևս չեն տեղավորվում նաև անվերապահ դաշնակցության տրամաբանության շրջանակում։ Այս փոփոխության հիմնական շրջադարձային պահը Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմի մեկնարկն էր։ Այդ պատերազմը դարձավ հետխորհրդային տարածքում Ռուսաստանի դաշնակիցների համար լուրջ փորձություն, ստիպելով վերանայել իրենց արտաքին քաղաքական հաշվարկները։ Ղազախստանը հայտնվեց չափազանց բարդ իրավիճակում։ Մի կողմից երկրի տնտեսությունը մեծապես կապված է Ռուսաստանի հետ, իսկ անվտանգության համակարգը երկար տարիներ կառուցվել է Մոսկվայի հետ համագործակցության վրա։ Մյուս կողմից Աստանան շատ լավ հասկանում է, որ Ռուսաստանի կողմից տարածքային ամբողջականության սկզբունքի խախտումը վտանգավոր նախադեպ է նաև հենց իր համար։ Հենց այդ պատճառով էլ Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը դեռևս 2022 թվականին Սանկտ Պետերբուրգի տնտեսական համաժողովում հրապարակայնորեն հայտարարեց, որ իր երկիրը չի ճանաչելու Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ կազմավորումները։ Այդ հայտարարությունը շատերի համար անակնկալ էր, քանի որ հնչեց հենց Վլադիմիր Պուտինի ներկայությամբ։ Փաստացի Ղազախստանը ցույց տվեց, որ պատրաստ չէ աջակցել Ռուսաստանի քաղաքականությանը, չնայած սերտ հարաբերություններին։ Պաշտոնական Աստանան հետագայում քանիցս վերահաստատել է իր դիրքորոշումը։ Վերջին նման դրսևորումը դարձավ Օմսկում Ղազախստանի և Ռուսաստանի միջև միջտարածաշրջանային համագործակցության ֆորումից առաջ տեղի ունեցած երկու երկրների ղեկավարների հանդիպումը։ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը Վլադիմիր Պուտինին բացահայտ կոչ արեց սառեցնել պատերազմը Ուկրաինայում և վերադառնալ բանակցային գործընթացին։ Նրա խոսքով ռուս-ուկրաինական հակամարտության բնույթը շատերի, այդ թվում Ղազախստանի համար հասկանալի չէ։ Սա Տոկաևի ամենաուղիղ հրապարակային ուղերձներից մեկն էր ռուս գործընկերոջը։ Կրեմլը սակայն արագ արձագանքեց, հայտարարելով, որ Ռուսաստանը չի պատրաստվում հրաժարվել իր նպատակներից։ Այդ դրվագը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ նույնիսկ ռազմավարական գործընկերների միջև աշխարհաքաղաքական պատկերացումները կարող են էականորեն տարբերվել։ Հատկանշական է, որ վերջին տարիներին Աստանան հետևողականորեն փորձում է վարել բազմավեկտոր արտաքին քաղաքականություն։ Եթե նախկինում Ռուսաստանի ազդեցությունը գրեթե անվիճելի էր, ապա այժմ Ղազախստանն ակտիվորեն խորացնում է համագործակցությունը Եվրոպական միության, Չինաստանի, Թուրքիայի և Միացյալ Նահանգների հետ։ Այդ ռազմավարության նպատակը հստակ է՝ նվազեցնել կախվածությունը որևէ մեկ կենտրոնից և մեծացնել արտաքին քաղաքականության դաշտում մանևրելու հնարավորությունները։ Այս ֆոնին հետաքրքիր է նաև Ռուսաստանի վերաբերմունքը։ Կրեմլում պարբերաբար դժգոհություն են հայտնում Ղազախստանի որոշ քայլերից։ Ռուս քաղաքական գործիչների և փորձագետների կողմից հաճախ հնչում են խնդրահարույց հայտարարություններ Ղազախստանի հյուսիսային շրջանների, ռուսախոս բնակչության կամ պատմական հարցերի վերաբերյալ։ Թեև պաշտոնական մակարդակում նման հայտարարությունները միշտ չէ, որ աջակցություն են ստանում, դրանք զգալի անհանգստություն են առաջացնում Ղազախստանում։ Աստանայում լավ են հիշում, որ Ուկրաինայի դեմ պատերազմի արդարացումներից մեկը հենց ռուսախոս բնակչության պաշտպանության մասին թեզն էր։ Միաժամանակ Ղազախստանը փորձում է խուսափել Ռուսաստանի հետ բացահայտ հակասություններից։ Երկիրը պաշտոնապես չի միացել արևմտյան պատժամիջոցներին, սակայն նաև հայտարարում է, որ թույլ չի տա իր տարածքն օգտագործել դրանց շրջացման համար։ Այս երկակի քաղաքականությունը բավական բարդ հավասարակշռություն է պահանջում։ Ղազախստանի իշխանությունները ստիպված են հաշվի առնել թե արևմտյան գործընկերների ակնկալիքները, թե Ռուսաստանի տնտեսական և աշխարհագրական նշանակությունը։ Տնտեսական ոլորտում ևս հարաբերությունները բարդացել են։ Ղազախստանի նավթի շուրջ 80%-ն արտահանվում է Ռուսաստանի տարածքով անցնող Կասպիական խողովակաշարային կոնսորցիումի միջոցով։ Սա նշանակում է, որ ցանկացած լարվածություն անմիջապես անդրադառնում է Ղազախստանի տնտեսության վրա։ Վերջին տարիներին այդ երթուղու աշխատանքը մի քանի անգամ խաթարվել է տարբեր պատճառներով, տեխնիկական խնդիրներից մինչև անվտանգության սպառնալիքներ, ինչը նորից հիշեցրել է Աստանային, թե որքան վտանգավոր է մեկ ուղղությունից կախվածությունը։ Մյուս կարևոր փոփոխությունը վերաբերում է ազգային ինքնությանը։ Ղազախստանում շարունակվում է ղազախերենի դերի ուժեղացումը, աստիճանաբար իրականացվում է կիրիլիցայից լատինատառ այբուբենի անցման ծրագիրը։ Տոկաևը ռուս գործընկերների հետ ղազախստանյան հանդիպումներում խոսում է ոչ թե ռուսերեն, այլ ղազախերեն
նախերեն, իսկ պետական քաղաքականության մեջ ավելի մեծ տեղ է զբաղեցնում ազգային ինքնության ձևավորումը։ Ռուսերենը շարունակում է լայնորեն կիրառվել, սակայն պետությունը փորձում է ձևավորել ինքնուրույն մշակութային եւ քաղաքական ինքնություն, որը չի հիմնվում խորհրդային անցյալի վրա։ Այսօր Ղազախստանը չի ցանկանում կորցնել Ռուսաստանին որպես տնտեսական եւ անվտանգային գործընկեր, բայց նաեւ չի ցանկանում հայտնվել միջազգային մեկուսացման կամ չափազանց մեծ կախվածության մեջ մեկ կենտրոնից։ Աստանան ընտրել է զգուշավոր հավասարակշռության քաղաքականություն, պահպանել հարաբերությունները Մոսկվայի հետ, սակայն միաժամանակ ընդլայնել կապերը մյուս ուժային կենտրոնների հետ։ Հենց սա է թերևս ռուս-ղազախական հարաբերություններում վերջին շրջանի գլխավոր միտումը։ Դրանք շարունակում են մնալ ռազմավարական, սակայն այլևս չեն հիմնվում անվերապահ վստահության վրա։ Փոխարենը ձևավորվում է ավելի պրագմատիկ հարաբերություն, որտեղ յուրաքանչյուր կողմ առաջին հերթին առաջնորդվում է սեփական ազգային շահերով։ Ամփոփելով կարող ենք արձանագրել, որ Ռուսաստանը այլևս այն անվիճելի ուժային կենտրոնը չէ, ինչպիսին էր մինչև 2022 թվականը, իսկ Ղազախստանը փորձում է օգտվել այդ փոփոխված միջավայրից, ընդլայնելով իր ռազմավարական ինքնուրույնությունը։ Սա չի նշանակում Ռուսաստանի հետ հարաբերությունների խզում, այլ դրանց վերափոխում դեպի ավելի հավասարակշռված եւ պրագմատիկ ձևաչափ։